Պարոն նախարար, ես ուզում եի նախարարին անդրադառնայի վարչապետի երեկվա հայտարարությանը, վարչապետն ասաց, որ ըստ էության, եթե խորհրդարանական ընտրություններում այնպես ստացվի, որ հաղթանակ տանի, ապա աշնանը Հայաստանին պատերազմ է սպառնում։ Ես ուզում եի որպես գերատեսչության ղեկավար ձեզ հարցնել, կան ինչ-որ փաստական տվյալներ, ինչ-որ ինֆորմացիոն տեղեկատվություն ունի ՊՆ-ն, որ իսկապես ինչ-ինչ ուժեր, օրինակ ակնարկը ըստ էության Ադրբեջանին էլ ենթադրում են վերաբերվում, որ այդ դեպքում կարող է պատերազմել Հայաստանի դեմ։ Բայց հստակ չի, ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ։ Այսինքն նոր բան էստեղ ասել, ով է ասել, որ տարածքային պահանջ կա կողքի երկրներից, որ հայտարարությունը կոնկրետ դուք կհամարեք այդպիսի։ Բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է, ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Բայց ով է ասում, որ պետք է շարունակվի ընդդիմությունից, դա եմ հարցնում։ Գրեթե բոլորը։ Չէ, կոնկրետ հայտարարություն։ Հարց ուղղեք։ Այսինքն քաղաքական գնահատականներ են դրանք, պարոն Պապիկյան։ Դա քաղաքական գնահատական չի։ Այդ քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու։ Չէ, նկատի ունեն վարչապետի պնդումը պատերազմի մասին, քաղաքական գնահատականներ են, ոչ մի փաստական բան չկա։ Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը վերելու է պատերազմ, նոր բան չեմ ասում։ Այս օրերին ընտրությունների չնայած դեռ որոշակի ժամանակահատված կա, բայց քաղաքական ուժերը, որոնք հիմնականում մասնակցել են ընտրություններին, ներկայացնում են իրենց անվտանգային մոդելը, պատկերացումները, այդ զինված ուժերի բանակի վերաբերյալ վերջերս ներկայացրեց նաև այդպիսին Սամվել Կարապետյանը, նրանց ձևավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում են մեծ թվով դրոնների ձեռքբերման մասին, ընդհանրապես ինչպես կարծականք։ Դե դժվար է հիմա ասել Սամվել Կարապետյանը ինչ-որ բան է հայտարարել։ Ես հիմա պիտի հասկանամ, մենք գործ ունենք արհեստական բանականության, թե իրական մարդու հետ, երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն։ Բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում եւ հասարակությունը այնուամենայնիվ նաեւ արհեստական բանականությանը առերեսվում է եւ գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետեւ մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ եւ ոչ իրական, բնականաբար պիտի վիրտուալ մարդկանց մասին խոսենք, հաշվի առնելով, որ երեք արդեն նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք մեղմ ասած հարիստ չէ ոչ քաղաքական ուժին եւ նաեւ կա խաղանների, չգիտեմ, այլ պատկերներով, ինչ-որ արհեստական բանականությամբ ձևավորած ուժեղ մարդկանց կերպարով, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից, նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա եւ հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան, մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով։ Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործչի եւ նրա զավակների մասին։ Եվ մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չեն ծառայում, պիտի պարզաբանում տա եւ նոր խոսի անվտանգությունից։ Ես այլ բան իրեն չեմ ասի։ Երբ կպարզաբանեն, ինչու չեն ծառայել, ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, բայց մարդիկ փախած են, ձեր ցավը տանեմ։ Հարցն է, որ այդ բարձաբանումը չի դրվել։ Նարեկ Կարապետյանը այստեղ է, Նարեկ Կարապետյանը ես փախչող չեմ ասում։ Նույն Սամվել Կարապետյանի տղաները ուր են եղել մինչև 27 տարեկան։ Ողջույն, պարոն նախարար, դուք տեղեկություն ունենք, դա օրինական թե անօրինական ճանապարհով բանակից ազատվել է։ Փաստ է եղել, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել։ Այդ մարդիկ մինչև 27 տարեկանը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Այ պարզաբար ոչ մի ծրագրից չեն օգտվել։ Շատերն են օգտվում։ Հազարավոր քաղաքացիներ հայտ չեն ներկայացնում, քաղաքական եւ երկիրը ղեկավարելու հայտ չեն ներկայացնում։ Բայց եթե դա բոլորի բանակից ազատվելու համար կան համապատասխան հիմքեր։ Հարցում արեք, բոլորին պատասխանում։ Ինչու է կարծում եք շրջանում արդյոք պաշտպանության նախարարությունը հաշվի առնելով Իրանի պատերազմի ռիսկերը գնահատել է մեր անվտանգային իրավիճակը ինչպիսին է, պաշտպանությունը ինչ վիճակում է կամ ինչ ռիսկեր կան եւ շատ տարօրինակ է, որ այդ պատերազմի օրերին դուք քարոզչություն եք անում պաշտպանության նախարարը, երբ որ մեր անմիջապես հարևանության սահմանին տեղի է ունենում պատերազմ, քարոզչություն է անում։
համապատասխան գործառույթները չի անում։ Իսկ որն է իմ համապատասխան Ձեր գործառույթները։ համապատասխան գործառույթներ, որ հաշվարկեք ռիսկերը, պաշտպանությունը մեր ինչպիսին է։ Իսկ վստահ եք, որ դա չի հաշվարկվում։ Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ, անվտանգության խորհուրդ, արտաքին հետախուզական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտպանության նախարարություն։ Հա, պաշտպանության նախարարությունը կա, պաշտպանության նախարարությունը իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են։ Այսինքն դուք երբ որ գնում եք, ինչ մեսեջ է, տեսեք, պարոն Պապիկյան, դա շատ ուշագրավ մեսեջ է մեր Մեսիջը մեր հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ Պարոն Պապիկյան, 2021 թվականից հիշեցում, որ ընդամենը 2 օր առաջ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Պարոն նախարար 2021 Ես ձեր հարցին պատասխանել եմ։ քանի որ հավելում եղավ դուք որ նախարար պարոն Պապիկյան Իրան ինչ օրակարգով եք եւ արդյոք քննարկվել է Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Դուք արդեն տվել եք հարց մեր պայմանավորվածությունը խնդրում Ես սպասում եմ մյուսներին։ լրատվամիջոցով խնդրեմ։ Պարոն Պապիկյան, ես կցանկանայի վերջերս վարչապետը Սյունիքում կարծեմ հայտարարեց, որ զենքերը ցուցադրվելու են, մեր վերջին տարիներին ձեռք բերված զենքերը կա, որոշակի ժամկետներ է ցուցադրման երբ է նախատեսվում։ Եթե ասելա, ուրեմն ցուցադրվելու են։ Պաշտոնական հայտարարություն եւ տեղեկատվություն դրա մասին կտրվի։ Պարոն Պապիկյան, Խոսքը վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը, թե 2022 թվականից հետո ինչ միջոցներ ենք ձեռք բերել։ Ադրբեջանը ասում է, որ Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, երբևէ Հայաստանին չի պատկանել, այսինքն դուք օկուպանտ եք եղել այդ տարածքում։ Ես ձեր հարցին չեմ պատասխանում։ Պարոն նախարար 2021-ից ի վեր Ադրբեջանը Հայաստանի Բայց ես Նարեկի հարցին էի պատասխանում։ կառուցել է։ Ոչ չի կառուցել։ Այսինքն Հայաստանի ինքնաշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք։ Ոչ, հերքում եմ, եւս մի անգամ հերքում եմ։ Այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը Ես այլ բան չեմ ասում։ Ես այլ բան չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել։ 21-ից ի վեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, թե իր երկրի տարածքում Ադրբեջանը առհասարակ իր տարածքում կառուցել է, մենք էլ ենք կառուցում։ որ օկուպացրել է 21-ից հետո որևէ հատվածում ինժեներական աշխատանք արել է Ոչ, խոսքը դրա մասին չի։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ձեր նշած անձնավորությունը չեմ հարցնում ես պնդել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք է կառուցվել։ Ես դա հերքել եմ, համեցեք։ Դուք հերքում եք Պարոն նախարար, նույնիսկ պարոն Թորոսյանի հրապարակած այդ քարտեզում խորհրդային թվականների էլի ստուգումները ցույց են տալիս, որ այդ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Հանրապետության Նարեկ ջան, դա չի համապատասխանում իրականությանը։ Ես իդեպ ցավում եմ, որ ֆակտորը զբաղվում է նմանատիպ մանիպուլյացիայով։ Ոչ, ես դա հրապարակած խորհրդային տարիների քարտեզը եւ պլանետը համեմատել են իրար հետ եւ Բայց դրա համեմատությունը ինչ կապ ունի իրականության հետ, հարգելիս։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը եւս մի անգամ հայտարարում է նման տեղեկատվությունը իրականության չի անում։ Ես խնդրում եմ սա ընդունել ի գիտություն։ այլ հատվածներ Այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մաս կազմող լրագրողներին կամ քաղաքական դիրքորոշում ունեցող լրագրողներին։ Դա ձեզ չի վերաբերում։ Ուրիշ հատվածներում եւս տարածքներ Ուրիշ հարց։ ադրբեջանական դիրք է Կառավարության դիմաց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում, նրանք պահանջում էին, որ նույն տարեթվում ծնված երեխաները, ովքեր սովորել են նույն դասարանում, ծառային համապատասխանաբար 1.5 տարի ժամկետով նման քննարկումներ պատրաստում եք իրականացնել։ Ոչ, նման քննարկումներ չենք պատրաստում, որովհետև Պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այսինքն դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Պարոն նախարար, Հայաստանի օկուպացված մյուս տարածքներում տեղեկություններ կան, որ Սյունիքի Տավուշի դիրքերում դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը հեռացվել է։ Ունեք նման տեղեկություններ։ Ով է դա ասել։ Գրել են Որ դրոշն է հեռացվել։
Հայաստանի Հանրապետության դրոշ։ Որտեղ է դրոշ եղել, որտեղ պիտի պարտադիր դրոշը։ Դիրքերում եղել են դրոշ, ասում են, որ Հայաստանի տարածքում դիրքերում չկա, բայց դիմացի Հարգելիներս, ես խնդրում եմ անհեթեթ մանիպուլյացիաներին տուրք մի տվեք։ Ուղղակի հորդորում եմ, որովհետև սա զգայուն թեմա է սահմանը, մեր հասարակությունը ձեզ լուրջ է վերաբերում, ու ձեր ցանկացած գրածին լուրջ է անցալում ձեր ցանկացած գրածը։ Մի արեք այնպես, որ մարդիկ հանիրավի անհանգստանան։ Չկա որևէ անհանգստության առիթ։ Նման հրահան ձեր կողմից չէ։ Միանշանակ չի եղել։ Հայաստանի Հանրապետության Ես շնորհակալ եմ։ Սոցիալական բնույթի հարց ունեմ զինծառայողների Ես հետ կապված։ հրապարակում եմ այնպիսի տեսանյութեր, որոնք ստուգված են համապատասխան ծառայությունների կողմից։ Ոչ։ Պարոն նախարար, 90-ականներին զոհվածների ծնողները հարցնում են իրենք հետագրման ցուցակում են, արդյոք նկարահանան թե չէ, ինչ ունեք իրենք։ Արիջան, ես չգիտեմ 90-ականներ ասելով ինչ եք հասկանում, բայց Հայաստանի Հանրապետության նախկին զինծառայողներ, սպաներ, ծառայության բերումով առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներ, զոհված զինծառայողների ծնողներ, ովքեր հաշվառված են, խոսքը վերաբերում է մինչ օրս հաշվառվածներին եւ մինչեւ 2019 թվականը հաշվառված զինվորականներին։ Առաջիկայում կառավարությունը կունենա համապատասխան որոշում, որով մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու ենք 2000-ականների բոլոր պարտքերը։